Խնդրեք կտրվի ձեզ, շարունակեք փնտրել կգտնեք, թակեք կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է կստանա, ով փնտրում է կգտնի, ով թակում է նրա առջև կբացվի։ Կարդացի Մատթեոս ավետարանից 7-րդ գլուխ 7-ից 8 խոսքը։ Ամեն։ Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս գեղեցիկ տեսարանով եմ ձեզ հյուր եկել։ Սիրելիներս, բարևեցի, իսկ հիմա թոռնուհիս կոֆեն դրել է, գնանք համ միասին զրուցենք, համ էլ կոֆե վայելենք։ Սիրելիներս, հարգելիներս, իսկ հիմա ուզում եմ ձեզ հետ կիսվել, որ գնացել էի բժշկի մոտ, հերթական այցներին։ Ասեմ, որ դեպի ապաքինում եմ գնում, կամաց բավականին փոփոխություն կա։ 6-րդ կաթիլային ստացամ, չհաշված դեղեր եմ խմում, ամեն ինչ իր նշանակոցով շարժվում եմ առաջ և շատ խիստ դիետա եմ պահում։ Բավականին թեթևացել եմ, ինձ լավ եմ զգում, իմ լավ բարեկամներ։ Ինչ եմ ուզում ասեմ, զարմացած էր մնացել բժիշկը, որ այդքան բարձր շաքարի դեպքում ես ոնց կոմայի մեջ չեմ ընկել, որովհետև ես Աստված ունեմ, որովհետև Աստված է պահում մեզ, Աստված է բժշկում բժշկի ձեռքերով, եթե չլինի Աստված, Աստծո կամքը, իհարկե ոչինչ չի լինի։ Անալիզներս մի 3-4 օրից, ավելի ճիշտ 10 սիստեմայից հետո, բուժումներից հետո, արդեն 15 օր է, որ դեղորյակ եմ խմում, 6-րդ օրն է, որ կաթիլային եմ ընդունում, դրանից հետո արդեն նորից անալիզներ կտամ, արդեն կիմանանք անալիզների պատասխանը, տեսնենք անալիզները ինչպես են, բայց արդեն կամաց զգում եմ, որ լավ է, որովհետև անալիզներս էլ շատ լավ չէր եկել, իմ լավ բարեկամներ, և երիկամս էլ էր բորբոքված, մի խոսքով մի հատ այսենց խառը հավաքածու էր մոտս, որ բոլոր հիվանդությունները խառնվել էին իրար։ Ամբողջ նոր տարին 1 օր եմ ուրախացել, երբ որ հարազատներս, աղջիկս, թոռներս դուք ցուցադրեցի, տեղադրեցի էջումս տեսակ, այդ օրն եմ միայն ուրախացել։ Բոլոր օրերս, սիրելիներս, միշտ, այսպես, ոնց ասեմ, վատ վիճակի մեջ եմ եղել, իսկ հիմա լավ եմ, չանհանգստանաք, առույգ եմ, ոնց որ ասած, թեթև եմ, ամեն ինչ կամաց ավելի լավ է գնալու։ Ես Աստված ունեմ, իմ հույսը Աստված է։ Սիրելի հետևորդներ ջան, եթե հիվանդություն կա, բուժումներ կլինի։ Սիրելիներս, կոֆեն խմեցինք միասին, ասեցինք, խոսեցինք, կիսվեցի, իմ առօրյայից մի քիչ պատմեցի, հիմա եկել եմ խոհանոց, ուզում եմ պատրաստեմ վինեգրետ աղցան։ Նախօրոք լվացել եմ կարտոֆիլը, գազարը և բազուկը, նաև խաշել եմ, նախապատրաստել եմ։ Հիմա մաքրենք միասին և ես սիրով համ կզրուցեմ նորից ձեզ հետ, համ էլ կպատրաստեմ վինեգրետ աղցանը։ Վինեգրետ աղցանի համար ես վերցրել եմ 2 կարտոֆիլ, 1 խոշոր գազար, 1 փոքր գազար, 5 հատ էլ կարմիր բազուկ, արդեն նախօրոք մաքրել եմ կարտոֆիլը, 1 գազարը, հիմա էլ 2-րդ գազարն եմ մաքրում։ Սիրելիներս, այս վինեգրետ աղցանը բոլորիս կողմից սիրված է և տարվա բոլոր եղանակներին կարող ենք պատրաստել և անուշ անել, այս ձեռնոցները ինձ հանգիստ չեն տալիս, շատ խանգարում են, ուղղակի կարմիր բազուկը մաքրելու համար չուզեցա, որ ձեռքերս կարմրեն, տեսնում եք ինչքան լավ բազուկ է, այս բազուկը մուլատկա
բազուկն է, եթե կցանեք գնեք մուլատկասերմի բազուկ, ընտիր է, ինչքան եռացնում ես, եփում ես, թե բորշի մեջ, թե աղցանի մեջ գույնը չի գնում։ Իմ լավ բարեկամներ, այսօր ես կպատրաստեմ իմ տարբերակով, ինչպես իմ ընտանիքի անդամներն են սիրում, ինչպես մենք ենք սիրում։ Այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ, համ պատրաստել, ասեմ շնորհակալ եմ անսահման ձեր բարի ջերմ գրառումների համար, հարցնում եք տիկին Մարինե ինչպես է ձեր առողջությունը, նոր խոսեցի, ասեցի, որ կամաց դեպի ապաքինվում եմ, լավ է, ամեն ինչ հերթով կկարգավորվի, սիրելիներս, անսահման շնորհակալ եմ, Աստված առատորեն օրհնի ձեզ և ձեր ընտանիքը, իմ լավ բարեկամներ, հիմա մաքրեմ, վերջացնեմ, նոր արդեն կսկսեմ կտրատել, անհանգիստ է, ձեռքերիս մեծ է, այս ձեռնոցը ու ինձ խանգարում է, ուզում է հանեմ արդեն, չեմ արդեն կարողանում մաքրել ձեռնոցներով, հիմա կմաքրեմ, երևի կտրատելը արդեն առանց ձեռնոցի, ձեռնոցները հանեցի, շուրջ բոլորս արդեն մաքրել եմ, սկսում եմ գազարը կտրատել, տերի եմ բաժանել, սիրելիներս, հիմա արդեն կսկսեմ քառակուսի, ինչքան հնարավոր է փոքր կտրատել, Սիրելիներս, Հայաստանում ձմեռային զորակոչ է, մեր երեխաները, տղաները գնում են հայոց բանակ ծառայելու, Աստված մեր տղաների հետ խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մեր զինվոր տղաներին, Աստված իրենց հետ, թող ծառայեն խաղաղ երկնքի տակ, իմ լավ բարեկամներ, եկեք բոլորս աղոթենք մեր զինծառայողների համար, ամեն, Սիրելի հետևորդներ ջան, թանկագիններս, միշտ գրում եք, թե տիկին Մարինե, պատմեք մի քիչ ձեր ընտանիքի մասին, քանի երեխա ունեք և որտեղ եք ապրում, այսօր սիրով կպատմեմ, սիրելիներս, ընտանիքիս մասին և միևնույն ժամանակ աղցանի բաղադրիչներն կկտրատեմ ձեռքիս հետ, 99 թվականից ապրում ենք Մոսկվա քաղաքում, ունեմ 2 երեխա, մեկ աղջիկ, մեկ տղա, աղջիկս 43 տարեկան է, ունի 4 երեխա, 3 աղջիկ, մեկ տղա, աղջիկներից մեծը սովորում է Մոսկվայում Կասիգինի անվան համալսարանում 3-րդ կուրսում ժուրնալիստիկայի բաժնում, երկրորդ աղջիկը դեղագործական է սովորում, 3-րդ աղջիկը 9-րդ դասարանում, դպրոցում շատ լավ սովորում է, նաև հաճախում է երաժշտական դպրոց, սովորում է Դաշնամուրի բաժնում, սիրելիներս, լավ նվագում է, տեղադրել եմ էջումս, գիտեք արդեն, տեսել եք և լսել եք, մրցանակներ է ստանում, մասնակցում է բոլոր մրցույթներին, 4-րդը տղան է, սովորում է 4-րդ դասարանում, հաճախում է երաժշտական դպրոցի, նորից Դաշնամուրի բաժնում, 2-րդ դասարանում է սովորում Դաշնամուրում և սիրում է շախմատ խաղալ, հաճախում է նաև ֆուտբոլի խմբակների, այսքանը աղջկաս մասին, իսկ որդիս արդեն գիտեք, ասել եմ, որ ունի 2 երեխա, տղան սովորում է քոլեջում, ավտոմեխանիկայի բաժնում, աղջիկը Մարինեն է, ձեր քաջ ծանոթ, նաև խոհանոցում պատրաստում է, սովորում է դպրոցում 7-րդ դասարանում, շատ լավ սովորում է, այսքանը երեխաներիս մասին, ամուսինս և որդիս աշխատում են միասին, գիտեք արդեն բնակարաններ են վերանորոգում, ամուսինս ավարտել է
գեղարվեստաթատերական նկարչականի բաժինը։ Նկարիչ է, ժամանակին շատ լավ նկարել է յուղաներկով, անգամ նկարած նկարները վաճառել ենք և հիմա մեր տանը ձեզ ցույց եմ տվել կախված են իր ձեռքի նկարած աշխատանքները, սիրելիներս։ Ես էլ աշխատել եմ 15 տարի մեզ մոտ այստեղ պակետների ֆիրմա կար, այդ ֆիրմայում 15 տարի աշխատել եմ, հիվանդանալուց հետո դուրս եմ եկել, տնային տնտեսուհի եմ, հիմա էլ YouTube կանալում խոհանոցային ալիք ունեմ, ձեզ հետ միասին պատրաստում ենք, վայելում ենք, դուք էլ ինձ շատ սիրում եք և գնահատում եք իմ ձեռքի աշխատանքը պատրաստած համեղ ուտեստները, որի համար կրկին անգամ շնորհակալ եմ ձեր գովեստի խոսքերին արժանանալու համար։ Այսքանը սիրելիներս, մնացածը արդեն բոլորդ գիտեք։ Մշակում ենք մեր հողամասը, մեր սեփական տան մեջ ենք արդեն, շուտով 1 տարին կլռանա ապրում, ծաղիկներ ենք մշակում գեղեցիկ և ձեզ ցույց եմ տալիս, սիրելիներս, սիրում եմ ձեզ, որ դուք այդքան հետաքրքրասեր եք, բարի եք, ջերմ եք, կամեցող եք, պաչիկներ բոլորիդ։ Սիրելիներս, թանկագիններս, այսքանն էլ մի փոքր պատմեցի ընտանիքիս անդամների մասին։ Շատ շնորհակալ եմ ձեր հետաքրքրության համար, ձեր ջերմության համար, որ միշտ հարցնում եք ինչպես եք տիկին Մարինե, որ առողջություն եք մաղթում, որ ամենաբարին եք, ջերմություն եք հաղորդում ինձ, ես էլ իմ սրտի ջերմությունը, բարությունը, սերը փոխանցում եմ ձեզ, համբուրում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, դուք իմ ամենաբարի հարազատ դարձած հետևորդներն եք, սիրում եմ կրկին անգամ բոլորիդ, միշտ սիրո մեջ մնաք։ Սիրելիներս, միշտ ինձ գրում եք, թե տիկին Մարինե, վերադարձեք Հայաստան, Մարինեի նման գեղեցիկ, դաստիարակված աղջնակը թող մեծանա Հայաստանում, շնորհակալ եմ գեղեցիկ բառերի համար, ասեմ, որ սիրելիներս, բոլոր թոռներս մեծացել են, այստեղ դժվար է հարմարվեն Հայաստանում, չնայած իհարկե ես կուզենամ, որ իմ թոռները մեծանան իմ հայրենիքում, Հայաստանում, իմ չքնաղ, չնաշխարհիկ Հայաստանում, բայց դե սովորում են սիրելիներս, ինստիտուտ, դպրոց, չեն կարող, տեսնենք առաջ Աստված ինչպես կկամենա, այնպես էլ կլինի, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, իմ լավ բարեկամներ։ Հիմա նորից պետք է ձեռքերիս հագցնեմ այս անհարմարավետ ձեռնոցը, մի տեսակ չեմ կարողանում աշխատել, բայց որպեսզի ձեռքերս չկարմրի, ուզում եմ ձեռնոցով կտրատել։ Սիրելիներս, վինեգրետ աղցանը բոլորս էլ տարբեր եղանակներով ենք պատրաստում, մեկս մանրացնում է, մանր է խաշում, նոր է խառնում բաղադրիչներն իրար, մյուսը կեղևն է մաքրում, խաշում, իսկ ես սիրում եմ, որ կեղևներով խաշեմ, այդպես ես սովորել եմ, այսպես եմ սիրում, այս կեղևով խաշածի համը ինձ շատ դուր է գալիս, դուք եթե պատրաստում եք, կարող եք այս իմ պատրաստման եղանակով պատրաստել, կարող եք ձեր եղանակով պատրաստել, ինչպես դուք պատրաստում եք, այս
կեղևով խաշել կամ առանց կեղև խաշել կամ մանրացրած խաշել, ոչ մի բան չի փոխվում այս աղցանի մեջ, ոչ համերն են փոխվում, ուղղակի ես չեմ սիրում մաքրած խաշած, բայց որոշել եմ մեկ անգամ փորձել, միգուցե համեղ ստացվի, ուղղակի մեր քիմքը սովոր է, որ մենք այս եղանակով պատրաստենք։ Այս երկու օր մեզ մոտ այնպիսի ձույն է եկել ձնառատ, ձմեռ է, իսկական, ռուսական ձմեռ, տրակտորները մաքրելով չեն հասցնում, սիրելիներս, չես կարողանում քայլել, մինչև թորնույս գնում խանութ գալիս է, արդեն լրիվ ոտքերը ձնի մեջ կորած, սապոգների մեջ անգամ ձուն է լցվում, պատկերացնում եք, ասեմ, որ մեծ թորնույս տանն է, երկուսով ենք, քննությունների է պատրաստվում, մինչև փետրվարի կեսերը տանն է, քննությունը կհանձնի, նոր կհաճախի արդեն համալսարան, շատ լավ է, միասին ենք, միասին սուրճ ենք խմում, միասին զրուցում ենք, ընկերական, կիսվում ենք, ամեն հարցում ինձ օգնում է, սիրելիներս, թող Աստված բոլորիս երեխաներին, թոռներին պահապան լինի, միշտ ուրախ լինեն, երջանիկ լինեն, մենք էլ տեսնենք իրենց ուրախությունը, երջանկությունը, մենք էլ ուրախանանք, մեր երեխաներով, մեր թոռներով, հարսեով, փեսայով, բոլորս միասին ուրախ լինենք, Աստծո օրհնություններն եմ կրկին անգամ ձեզ ցանկանում։ Սիրելիներս, բազուկն էլ շատ խոշոր չեմ կտրատում, միջին չափսի, ոչ էլ շատ մանր, քառակուսիներ եմ բաժանում, համաչափ որ լինի, ինչպես գազարը, կարտոֆիլն եմ կտրատել, այնպես էլ կարմիր բազուկն եմ կտրատում, խոհանոցում նստած ես իմ գործն եմ անում, մեծ թոռնուհիս հյուրասենյակում պարապում է իր աշակերտների հետ, ասել եմ ձեզ մեկ անգամ, սովորելու հետ համատեղ նաև աշակերտներ ունի, պարապում է աշակերտների հետ, շատ գոհ են ծնողները, շատ սիրելիներս, թող բոլոր երեխաները լինեն առողջ և օրհնված։ Այս կադրից դուրս նաև կտրատեցի 3 հատ թթու վարունգ, ավելացնում եմ նաև կանաչ ոլոր, երեխաները հատիկավոր լոբով չեն սիրում, կանաչ ոլորով եմ պատրաստում, հիմա մի լավ խառնեմ, ավելացնեմ աղ, որովհետև առանց աղի եմ խաշել բոլոր բաղադրիչները, մի թեթև թեյի գդալ, կավելացնեմ նաև պղպեղ, վինեգրետ աղցանի մեջ պղպեղի համը շատ համեղ է, հիմա այսպես լավ կխառնեմ, որ բոլոր բաղադրիչները համեմվեն իրար, կհամտեսեմ աղյությունը, տեսնեմ, եթե ալանի է, կավելացնեմ աղ, եթե լավ է, չեմ ավելացնի, բայց ինձ թվում է անալի կլինի, որովհետև աղով խաշված չեն բաղադրիչները, հիմա փորձեմ, մի փոքր աղի կարիք ունի, նորից խառնեմ, այս կանտեյները դրել եմ, որպեսզի վերցնեմ մինչև բուսայուղը խառնելը, այս աղցանը բուսայուղով մեծ թոռնուհիս չի սիրում, հիմա իրեն համար վերցնեմ, նոր արդեն
կավելացնեմ բուսայուղը։ Շատ սիրում է այս աղցանը։ Սա երևի այսքանը բավական է։ Մի հատ էլ լցնեմ, բերանը կծածկեմ, կդնեմ սառնարանը, իսկ հիմա ես կավելացնեմ բուսայուղը։ Կխառնեմ, քիչ լինի, նորից կավելացնեմ բուսայուղ։ Մի փոքր էլ երևի ավելացնեմ, մի քիչ չորոտ է։ Մի հատ էլ համ տեսեմ։ Մի փոքր էլ ավելացնեմ։ Մի փոքր էլ բուսայուղ խառնեմ։ Արդեն ինձ թվում է այս բուսայուղը աղը բավական է։ Ահա և վերջ, պատրաստեցի, վերջացրեցի սիրելիներս, տեսեք ինչ համեղ, գունեղ աղցան ստացվեց, պատրաստեցի սիրով մեզ համար և իմ սիրելի բաժանորդների համար, սիրելիներս։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում եմ ձեզ լինեք միշտ առողջ, լինեք միշտ օրհնված, լինեք միշտ ուրախ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն։